Բարև ձեզ սիրելի ուսուցիչներ, հարգելի ծնողներ, հյուրեր։ Այսօր 2009 թվականի մայիսի 23-ն է, և քիչ րոպեներ անց մեր դպրոցի սուրբ կամարների ներքո արդեն 35-րդ անգամ հնչի վերջին զանգը։ Զանգ, որ կատարվի նոր կյանքի սկիզբը, այն կյանքի ու գիտության դժվարամաչ գագաթներն են, իմացության ծովը, ու կնավարկի ձեզանից յուրաքանչյուրը։ Սիրելի 11-րդցիներ, հիշում եք, կարծես 3 էր, երբ առաջին անգամ պես դրեցիք այս հարազատ օջախը, անհանգիստ բապախում էր ձեր փոքրիկ սիրտը, թրթռուն թիթեռնիկի պես։ Առաջին ուսուցչուհին ձեր առջև բացառեց մեսրոպյան սուրբ տավերի գաղտնիքը, հետո այդ տավերը դարձան բառեր, նախադասություններ, դատողություններ, անցավ 10 տարի, հիմա տարեվերջ է, վերջին զանգ։ Դուք տխուր եք, բնական է, այդ պատերի մեջ թողնում եք ձեր մանկությունն ու անհոգությունը, նույնիսկ չեք ես պատկերացնում, թե ինչքան երջանիկ եք եղել, նաև ուրախ եք, չէ որ ամեն ինչ դեռ առջևում է, իբազում փորձություններով ու հաղթանակներով։ Մեր դպրոցը համարվում է քաղաքի լավագույն դպրոցներից մեկը, մեր ուսուցիչները բանի մաս են, ծրագեր, իսկ այդպիսի ուսուցիչների աշակերտները չեն կարող անշտով ու անձիվ լինել։ Պարզապես ժամանակը չի բավականացնի նշելու այն բոլոր աշակերտների անունները, ովքեր հաղթել են հանրապետական օլիմպիադաներում։ Ողջունենք նրանց և ողջունենք նաև այն աշակերտներին, ում հիմա սիրով ձեր ծափողջունների ներքո կհրավիրեմ բեմ, և այդպես բեմ եմ հրավիրում Քիվիո դպրոցի 11-րդ Ադ Հասանին, Փաստեք Այդա Սասյան։ Գարնանային այս նախկապույր օրը վերջին ակնթարթով եք նայելու այն նստարաններին, ուր 10 տարի նստել եք դուք ձեր հուշերով։ Այսօր ձեր զանգն է վերջին, պիտի հրաժեշտակ դպրոցին, ու որքան էլ դժվար լինի, պիտի թողնեք դպրոցն այսին, նստարաններ փորագրված, ամեն մեկից մի հուշ թողած, անթիվ անհամար երազանք ու իղձ ծնվել են մեռել դպրոցում ամբից, անթիվ անհամար հարգանքներ ու սեր ծնվել են մեռել դպրոցում մերին։ Ողջունում եմ բոլորի և ցանկանում, որ կյանքում մեծ բարձունքների հասնեք։
մեր հյուրերին, այն մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ ոգևորում են բոլորիս, հատկապես 11-րդցիներին։ Այսօրվա մեր հյուրերն են Աբովյանի քաղաքապետ Կարեն Գուլոյանը, Աբովյանի փոխքաղաքապետ Տիրյոտ դպրոցի նախկին տնօրեն պարոն Հակոբյանը, և Կոտայքի կրթության վարչության պետի տեղակալ պարոն Արայիկ Սիմոնյան։ Իսկ այժմ մեր 11-րդցիներին խոսք ունի ասելու մեր հարգարժան հյուր Գագիկ Հակոբյանը։ Միշտ այդպես է լինում։ Երբ որ թողնում ես, գնում ես, հանգարց մի անգամ գաս, արդեն հյուր ես։ Հյուր եմ, հյուր։ Ուրեմ ուղիղ 15 անգամ բարձրացել եմ բեմ, այստեղ հուսով եմ սա վերջինը պետք է լինի և իմ խոսքն եմ ուղղել մեր 11-րդ դասարանցիներին, այսօր 15-րդ անգամն է։ Ամեն անգամ երբ որ բեմ եմ բարձրանում, ես միշտ խնդրում եմ, որպեսզի 7-րդ դպրոցի ուսուցիչները ոտքի կանգնեն։ Խնդրում եմ, կանգնեք ոտքի։ Ես ուզում եմ բոլորի մոտ ասել ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, խոնարհվում եմ, որ դուք կաք, խոնարհվում եմ, որ դուք այդպիսին եք, խոնարհվում եմ, որ դուք աշխատում եք այս դպրոցում, այդքան գրագետ եք, այդքան նվիրված եք, այդքան գեղեցիկ եք, բոլորին ասում եմ իմ պառավները, ձեզանից ջահել չկա, ես շնորհակալ եմ, որ դուք կաք, շնորհակալ եմ, որ այս դպրոցում եք, շնորհակալ եմ, որ 15 տարի իմ հետ միասին այսպիսի շրջանավարտներ եք տվել։